անդրադառնանք ժողովրդական բժշկությանը, շատ մայրիկներ չդիմելով բժշկի, փորձում են ինքնաբուժությամբ վերացնել երեխայի նշիկներում առկա, հա, այդ դեղին բշտիկները, թարախ կոչվածը, ժամանակին, չգիտեմ, սպիտակ նավթի օգնությամբ, հետո մեղրի, ես լսել եմ նաև յոդի լուծույթներ են պատրաստում, մաքրում, դա անվտանգ է, ինչ վտանգ կարող է ներկայացնել։ Կարող են կայրել լորձաթաղանթը, խիստ դեմ եմ սպիտակ նավթի կիրառությանը, ինչը վերաբերվում է մեղրով կամ այլ բուսական միջոցներով օգտագործմանը, հիմա կանդրադառնամ յոդին, մեղրի դեպքում երեխայի մոտ կարող է դիտվել ալերգիկ ռեակցիա։ Եթե կա ալերգիա մեղրի նկատմամբ։ Այո, օրինակ, ինչը վերաբերվում է աղ սոդա ողողումներին, իրականում դրան դեմ չենք, մենք ինքներս նշանակում ենք աղ սոդա ողողումներ եւ այլն, բայց այստեղ ծնողները մի փոքր կոնցենտրացիան են խախտում եւ կարող են շատ խիտ պատրաստել լուծույթը եւ որի դեպքում նորից ունենանք լորձաթաղանթի գրգռում կամ ալերգիա։ Որքան է ճիշտ բժշկուհի խորհուրդ տանք 1 բաժակ գոլ ջրին 1 թեյ գտալ սոդա, 1 թեյ գտալ սոդա, այո։ Կես թեյ գտալ աղ։ Ճիշտ եմ։ Ճիշտ եմ։ Պաստորեն դուք տեղեկացեք։ Այո։ Նու այստեղ մի փոքր հարաբերական է, կախված է երեխայի կամ մի խոսքով դեպք կախյալ է, այսպես որ բաժիններ չասենք, բայց ընդհանուր առմամբ ավելի լավ կլինի դիմել բժշկի, նոր հետո այդ ժողովրդական կիրառությունները դնենք մի կողմ։